Անցած տարի նոյեմբերի 25-ին Նորք Մանաշում վնասազերծված զինված հանցախմբի կալանավորված անդամներից մի քանի հոգի այսօր ազատ են արձակվել։ Նրանց մասով նախաքննական մարմինը միջնորդություն չի ներկայացրել դատարան խափանման միջոց կալանքը երկարաձգելու պահանջով։ Նշենք սակայն, որ ազատ արձակվածների մեղադրանքը շարունակում է մնալ նույնը։ Նրանց առաջադրված մեղադրանքը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Ազատ արձակվածներից բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալու մասին։ Այսօր ազատ արձակվածներից Գյումրիի Մարիամ ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի պաշտպան Գեգամ Հակոբյանն առաջին լրատվականի հետ զրույցում հույս հայտնեց, որ առաջիկայում նաև առաջադրված մեղադրանքում փոփոխություն կլինի։ Այսինքն ըստ երևույթին չկային բավարար հիմքեր, որովհետև դա էլ ինքնանպատակ այ ներկայացնելու դեպքում էր պետք է հիմնավորել, թե ինչի համար է երկարացում, այսինքն այդ կալանքի ժամկետը կրկին անգամ երկարացվելու։ Այս պարագայում ընտրվեց, այսինքն չերկարացնելու տարբերակը վարույթն իրականացնող մարմնի կողմից եւ ավելի մեմ խափանման միջոց, որն է ստորագրություն չհեռանալու մասին։ Այսինքն դա ոչ միայն մեղադրանքի հետ է կապված, այլ անձի վարքագծի հավանական գործողությունների շահադրված են իհարկե խափանման միջոց ընտրելիս, դրա հետ մենք բնականաբար համաձայն չենք ի սկզբանե եւ սակայն ըմբռնումով ենք մոտենում, քանի որ մեծածավալ գործ էին միանգամից 30-ից ավելի անձ էին ձերբակալվել, պետք էր վարույթն իրականացնող մարմինը ունենալ որոշակի ժամանակ, այսպես ասած, հացը չորից տարբերակելու առումով եւ կարծում ենք եկավ այն ժամանակը, որ տարբերակեցին, այսինքն այդ սկզբունքով մեղադրանքի առումով ցավոք դեռևս փոփոխություն չկա, ասենք ակնկալ ենք իհարկե, որ դրական փոփոխություններ այդ առումով եւս լինեն։ Պաշտպանի խոսքով Լիլիթը չէր կարող հաջորդիվ կալանքի տակ մնալ, քանի որ հանցախմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ շփվել է բացառապես լրագրողական գործունեության շրջանակներում եւ մի քանի անգամ հարցազրույց է անցկացրել նրա հետ։ Հիմնական Լիլիթի առնչություն, այսինքն տվյալ անձի հետ, այսինքն իր տեղեր ունեցած զուտ լրագրողական, այսպես այո, մասնագիտական շրջանակներում ավելին գոնե իմ տեղեկություններով, այսինքն չկա։ Հանցավոր համագործակցությանը, այսպես ասած, մասնակցություն ունենալը, ընդ որում զենքի այդ ձեռքբերմանը եւս մեղադրանք այդ նույն 235-րդ հոդվածի 3-րդ մասով եւս մեղադրանք կար առաջադրված, որը միանշանակ իմ կարծիքով իմ դիրքորոշումն է, որ անհիմն է այդ մեղադրանքը։ Այսօր ազատ արձակվածներից Նելի Մինասյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն, ով պաշտպանում է հանցախմբի շրջանակներում կալանավորված եւս երկու աղջկա հարազատ քույրերի, մեծ զրույցում հույս հայտնեց, որ նախաքննական մարմինն առաջիկայում կփոխի նաեւ նրանց խափանման միջոցը, քանի որ աղջիկներն իսկապես առնչություն չունեն առաջադրված մեղադրանքի հետ։ Վերջիններիս արդեն նոյեմբերի 27-ին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 2 հոդվածներով, համագործակցության մասնակցել է եւ այդ զենքի հոդվածով։ Այս պահի դրությամբ նրանց մեղադրանքներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն նրանք շարունակում են այդ հոդվածներով հանդես գալ որպես մեղադրյալ։ Նախաքննական մարմինը իմ պաշտպանյալից միայն 2-ի մասով ներկայացրեց այդ միջնորդությունը եւ հունվարի 20-ին դատարանը քննության առնելով Մարինե Կաթանյանի եւ Ասիա Մկրտչյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, որոշեց այդ միջնորդությունը բավարարել եւ երկարացրեց նրանց խափանման միջոցները եւս 2 ամիս ժամկետով մինչեւ մարտի 25-ը։ Նախաքննական մարմինը սակայն բոլոր ազատ արձակվածների դեպքում նույն շաբլոն ձևակերպումն է դրել հիմքում, թե հիմնավորվել է, որ նրանց ազատության մեջ գտնվելը չի խոչընդոտի գործի հետագա քննությանը։ Ինեսա Պետրոսյանի համար սակայն հասկանալի չէ, թե նույն մեղադրանքով ինչպես կարող է մեկն ազատության մեջ գտնվելով խոչընդոտել գործին, մյուսը ոչ։ Ես գտնում եմ միանշանակ, որ իմ այն մյուս 2 պաշտպանյալների նկատմամբ վարվել են շատ անարդար եւ նրանց նկատմամբ նույնպես պետք է նման որոշում կայացվեր եւ ըստ էության հուսով եմ, որ առաջիկա ժամանակահատվածում արդեն իսկ դա դատախազի իրավասության ներքո է եւ մենք կներկայացնենք նաեւ համապատասխան միջնորդություններ, որպիսի այդ 2 աղջիկները, որոնք նույն ընտանիքից են, հարազատ քույրեր են, որպիսի նրանց նկատմամբ էլ դատախազը որոշում կայացնի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, որովհետեւ ակնհայտ է, որ որևէ հիմք նրանց մասով էլ առկա չէ իմ կարծիքով։ Ինեսա Պետրոսյանի պաշտպանյալ աղջիկներից եւ ոչ մեկն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նրանց համար հատկապես անհիմն է զենքի մասով առաջադրված հոդվածը։
Ես միայն կարող եմ ասել, այդ նորքի առանձնատանը հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք, այդ կապակցությամբ Արթուր Վարդանյանի պաշտպանը իր ելույթում նշեց, որ Արթուր Վարդանյանը հայտարարել է, որ այդ զենքը իրենն է եւ դա չի բերվել եւ այդտեղ չի դրվել։ Գոնե այդ պահով մենք գիտենք, որ այդ զենքը Արթուր Վարդանյանինն է։ Նշենք, որ Մարիամ ռադիոկայանի հետ առնչություն է ունեցել նաև հանցախմբի ֆինանսավորող համարվող կաթոլիկ եկեղեցու քահանա 71-ամյա Հայր Անտոնը։ Որոշակի տեղեկությունների համաձայն նրա խափանման միջոցը եւս կփոփոխվի։ Նշենք նաև, որ այսօր ազատության մեջ են հայտնվել նաև հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի հորեղբոր երկու որդիները։ Իմ տեղեկություններով քահանան ոչ միայն հանդիսացել էր ֆինանսավորողը, այլ ուղղակիորեն պաշտոն էր զբաղեցել տվյալ ռադիոկայանում, կարծեմ հոգևոր բաժնի ղեկավար, թե հոգևոր ղեկավար, այսպեսի ինչ-որ պաշտոն էր ունեցել, ամենայն դեպս ղեկավար դերակատարում էր ունեցել տվյալ ռադիոկայանում։ Նշենք, որ ԱԱԾ-ն որևէ պաշտոնական տեղեկություն չի տրամադրում ինչպես կալանավորվածների թվի, այնպես էլ ազատ արձակվածների մասին։ Սոնա Հարությունյան, Արթուր Ղահրամանյան, Առաջին լրատվական։